Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը հաստատած է իր օրենսդրական շարունակականությունը միջազգային հարթակի վրա։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 98-րդ թիվը։ Պատերազմեն 5 տարի անց մենք այդ պատերազմը, գրիվը, ինքնազոհությունը մարդկային դարձնելու գարիքն ունենք։ Տաթևիկ Հայրաբեդյան։ Բոլորը գիտեին, թե ինչպես կրված են արցախցիները։ Մեր դղակը դեռ մանուկներ էին։ Նոյեմբեր 9-ը պետք է մեզ հիշեցնե պետականության պատասխանատվությունը։ Genesis Armenia։ Ահա այդ գրիվի արդյունքն է զոր տված է հայ ռազմիկը 44 օր պաշտպանելով իր հողը։ Վլադիմիր Մարտիրոսյան։ Աջակցենք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության։ Միացեք մեր վետերաններուն։ 9 տարի անց իր սահմանադրության ընդունում Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը հրաբարացած է իրավական եւ միջազգային լեգիտիմության հռչակագիրը, որը նպատակը հանրապետության դեղը եւ թերը ամրապնդելն է միջազգային իրավական գործընթացներուն մեջ։ Գրված լալով պաշտոնական եւ դիվանագիտական ոճով փաստաթուղթը հոդված առ հոդված կվերլուծե 2016 թվականի սահմանադրությունը եւ կեզրակացնե, թե Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը ամբողջապես կհամապատասխանի ժամանակակից իրավական եւ պետական կառավարման չափանիշներուն։ Իրավական հիմք հիմնված հայկական պետականության շարունակության վրա։ Հռչակագրին համաձայն 2016 թվականի սահմանադրությունը չստեղծեր նոր պետություն, այլ կվերահաստատե այն իրավական շարունակականությունը, որ ամրագրած էր 1920 թվականի Սևրի պայմանագրով։ Փաստաթուղթը կներկայացնի հանրապետությունը որպես Հայաստանի առաջին հանրապետության փարոյական եւ պատմական ժառանգորդ, ընդգծելով ինքնիշխանության անխախտ շարունակականությունը։ Ան կհիշեցնե, որ միջազգային սովորական իրավունքը կճանչնա ժողովուրդներու ինքնիշխանությունը որպես անօդարելի իրավունք, նույնիսկ բռնագրավման կամ պետական ընդհատումի բարակային։ Այս հիմքով Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը կներկայանա որպես պատմական արտահայտություն գրող պետություն, որ կշարունակե իր պետական ինքնությունը եւ իրավական կարողությունը միջազգային հարթակին վրա։ Ժողովրդավարական կառույց եւ արդի հաստատություններ։ Փաստաթուղթը մանրամասն կերպով կներկայացնի սահմանադրությամբ սահմանված կառույցը հանրապետության նախագահ, որ պետական շարունակության երաշխավորն է, ազգային խորհուրդ, ներկայացնող Արևմտյան Հայաստանի ժողովրդին աշխարհի տարբեր շրջաններուն մեջ, պատասխանատու կառավարություն եւ անկախ դատական համագարկ։ Այս սկզբունքները, ինչպես շեշտված է հռչակագրին մեջ, համահունչ են եվրոպական սահմանադրական չափանիշներուն եւ միջազգային իրավական փաստաթուղթերուն, որոնք կվերապերին մարդու եւ քաղաքացիական իրավունքներու պաշտպանության։ Պետության լեգիտիմությունը գախյալ չէ միայն դարածքեն, այլ ժողովրդի, օրենքի եւ հիշողության գոյատևումն նշված է փաստաթուղթին մեջ։ Այս իմաստով Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը կհաստատե, թե կհամապատասխանե 1933 թվականի Մոնտեվիդեոյի համաձայնագրով սահմանված չափանիշներուն, որոնք կսահմանեն պետության միջազգային անձնավորությունը, մշակութային եւ լեզվական ինքնիշխանություն։ Փաստաթուղթին կարևորագույն բաժիններեն մեկը կվերապերի մշակութային եւ լեզվական ինքնիշխանության։ Արևմտահայերենը որպես պետական լեզու կներկայացվի ոչ միայն որպես հաղորդակցության միջոց, այլ նաեւ որպես իրավական եւ ժառանգական արժեք։ Հռչակագիրը կհղվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի բազմազանության եւ ոչ նյութական ժառանգության մասին համաձայնագիրներուն, ընդգծելով թե լեզուն, մշակույթը եւ հավաքական հիշողությունը պետության ինքնության հիմնարար դարերն են։ Այսպիսով մշակութային ինքնիշխանությունը կդառնա պետական ինքնորոշման հիմնասյուներեն մեկը, արտահայտության եւ խաղաղության պատկամ։ Իրավական սահմանումներեն անտին հռչակագիրը կբարունագե նաեւ փարոյական տեսլական։ Արտահայտությունը եւ պատմական հիշողությունը կներկայացվին որպես պետական գերդումի հիմնակարեր։ 1915-ին 1923 թվականներուն հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության միջազգային դատապարտման համահունչ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը իր սահմանադրությունը կսահմանե որպես պատմական արտահայտության եւ ազգային դողունության գործիք։ Այս մոդեցումը, ինչպես շեշտված է փաստաթուղթին մեջ, միտված է խաղաղության եւ երկխոսության։ Հանրապետությունը կներկայանա որպես համագործակցության եւ միջազգային համերաշխության կողմնակից մարմին։ Հարգելի հայրենագիտներ, նույն ամբողջությամբ կարելի է գարտալ Western Armenia պաշտոնական գայքեն։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 98-րդ թիվը։ Շաբիկը կզարդարե Բորդասարի հզոր պատկերը Արևմտյան Հայաստանի հարավ-արևմտյան հատվածին մեջ գտնվող հնագույն սրբավայրը, որ աշխարհին ծանոթ է Կպելքի թեպե անունով։ Այս խորհրդանշական ընտրությունը եւս մեկ անգամ կհիշեցնե մեր հողի հազարամյակներու պատմությունը եւ հայ ժողովրդի ստեղծագործ ոգին։ Շաբաթաթերթի նոր թիվին մեջ ընթերցողը կրնա ծանոթանալ շարք հետաքրքրական նյութերու։ Խոսք ասկին Վարդան Սիմոնյանի հոդվածը Մուսա Լերան հերոսամարտի 110-ամյակի նշանակությունը, Վանա լիճը Արևմտյան Հայաստանի ժառանգություն, Կուտահյայի հայերը եւ բազմաթիվ այլ ուշագրավ նյութեր։ Շաբաթաթերթը հասանելի է հայերեն, թուրքերեն, անգլերեն եւ ֆրանսերեն տարբերակներով։
Մենք բարդական ենք անոնց, որոնք կրված են մեր այսօրվա փոքր եւ անկախ Հայաստանի համար։ Մեր pedagogical եւ արժանապատվության համար գրվածներուն վերջին 5 տարիներուն անվանեցին տասալիկ փախչող։ Այսպես կփորձեն չնչել այն գաղափարն ու միտքը, որը մեր դղակը մղեց պայքարի եւ ինքնազոհության։ 44 օրյա բادرազմին ընթացքին Հայաստանի զինվորները գրվեցան անհավանական դժվար պայմաններու մեջ, որը պետք է հիշվի։ Կբահանջեմ, որ բոլոր անոնք, որոնք մասնակցած են այդ կռիվին, պատմեն իրենց ընկերներուն մասին, գիսվին իրենց կյանքի եւ ճակատամարտի հիշողություններով մեր թիգունքը ուժեղացնելու համար։ Նման պատմություններու միջոցով կրնանք հասկանալ, թե բادرազմը միայն ռազմաճակատ չէ, այն մարդկային պատմություններ, արիություն, բարեկամություն եւ զոհություններն են։ Հիշենք նաեւ, որ այսօր գրիվը դեղափոխված է մեր մտքի եւ ինքնության դաշտ։ Բարդությունը կսկսի այնտեղեն եւ մենք չենք կրնար անդարբեր մնալ։ Նուշիկ Ղարայանին ընտանիքը, որ բռնի գերբով դեղահանված է Արցախեն, գործընթացած է 3 անդամ 2020 թվականի 44 օրյա բادرազմին։ Սեպտեմբեր 26-ին երեկոյան ընտանիքը հավաքված էր։ Հաջորդ առավոտ ռմբակոծութեն են ետք, Քարեկինը, որ 22 տարի ծառայած էր բանակին մեջ կամավոր մեկնած է հադրուտ, իսկ Դավիթը զոհված է հոկտեմբեր 11-ին Մարդունիի մեջ։ 2 օր անց հոկտեմբեր 13-ին Վասկենն ու Քարեկինն ալ զոհված են։ Նուշիկ Ղարայան կքննադատե այն հայտարարությունները, որոնք կբնթեն, թե արտահանված չեն գրված, միաժամանակ կվգայե, թե իր ընտանիքի անդամները համարձակ եւ առանց հաբաղելու պաշտպանած են հայրենիքը։ Վասկենը, որ նաեւ գյուղի դպրոցին դնորեն էր, նույնիսկ մահվան բահուն մերժած է հանձնվել։ Բادرազմի բարդատրյալ բարդուտենեն 5 տարի յետ իշխանությունը կշարունակե դարածքային եւ ինքնիշխան զիջումներու գործանարար քաղաքականությունը գեց խաղաղությունը ներկայացնելով որպես լավ այլընտրանք։ 2020 թվականի նոյեմբեր 9-ի համաձայնագիրը խթանեց հայկական pedagogical եւ անվտանգության համագարկերու համընդհանուր քայքայումը։ Մենք գործընծուցինք տարածքներ, Փանագի գարողությունները թուլացան, Արցախը հայատապվեցավ, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան սկսան ներհայաստանյան օրագարկ տելատրել, բարդատրելով նվաստացումներ։ Ներկայիս իսկ անհրաժեշտ է իրական խաղաղություն, որ չի կրնար ըլլալ անարդար։ Ան կբահանջե փոխադարձ քոյության ճանաչումի գամք, ռազմակերիներու ազատ արձակում, Հայաստանի արտաքին օրագարկի վերականգնում եւ Արցախի ժողովրդի համախմբված վերադարձի իրավունքի ճանաչում։ Խաղաղությունը կգառուցվի նկատի ունենալով միջազգային իրավունքը, տարածաշրջանային բոլոր շահերը եւ անվտանգության երաշխիքները, ներառյալ զինված ուժերու մարտական վերականգնումը։ Պետականությունը կհաստատվի ոչ թե կարճաժամկետ սակարկություններով, այլ ազգային համախմբումով, ռազմավարական մտածումով եւ ուժեղ պաշտպանությամբ։ Նոյեմբեր 9-ը պետք է հիշեցնե պետական պատասխանատվությունը։ Մենք բարդավոր ենք դուրս գալ բարդատրանքներու դրամապանութենեն, վերակառուցել մեր հզորությունը եւ պաշտպանել Հայաստանի եւ հայության ապագան։ Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի թիմադեդրի կրարումը։ Ահա եւս մեկ շքերթ, որ դեղի ունեցավ Բաքվի մեջ։ Ահա այն գրվին արդյունքը զորդված է հայ ռազմիկը 44 օր պաշտպանելով իր հողը։ Հայ զինվորը գրված է, բայց իրականության մեջ ստացած է ոչ թե մարտական նահանջի, այլ քաղաքական նահանջի հրաման։ Այսօր մենք պետք է նայենք ոչ թե անոնց ենթադրյալ հաղթանակի դոնագադարության, այլ այս շքերթին, որը կբացահայտե այլ իրականություն։ Հայ զինվորը չէ բարդված։ Բարդված է միայն այն իշխանությունը, որ մեր բանակը դարձուց իր քաղաքական սխալներու զոհը։ Արեմիջան Հայաստանի հերոստագայանը հավատարի մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիդողներուն գշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հերոստագայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արեմիջան Հայաստանի պատմությունը ներգային եւ աբակային վերապերող, քաղաքական եւ այլ փոխանցագությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արեմիջան Հայաստանի հերոստագայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներն մեկը, թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության բաբանման եւ հանրահրճակման։ Մենք տապանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արեմիջան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստագայանի հնարավորությունները ավելի կամրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Հայ վետերաններու եւ աջակցողներու միավորում, ֆրանսացի վետերաններու եւ հայկական ցակումով թեմատրողներու միավորում։ Ձեր առաքելությունն է պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արեմիջան Հայաստանի դրոշը։ Հիշադակին բահաբանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն կունենան տարբեր գազམ་ագերբություններ, կպատվեն այն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչև մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն տեղեկություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական գայք։
Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։